Շնորհակալություն, տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, մի քաղաքացի արդեն բավականին երկար ժամանակ հեռախոսազանգերով, նամակներով անհանգստացնում է ինձ եւ պահանջում է, որ ձեր կառավարության առաջ բարձրացնեմ իրեն աշխատանքի տեղավորելու հարցը։ Եվ ես հիմա կներկայացնեմ նրա կենսագրություն բնութագիրը եւ մենք իրար հետ փորձենք որոշել, թե արդյոք նա արժանի չէ ձեր կառավարությունում բարձր պաշտոն ստանալ։ Եվ այսպես ծնվել է 1956 թվականին։ Ստացել է փայլուն կրթություն, 1995 թվականին ավարտել է Պրոգրես համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Հետագայում հարուստ եւ բուռն կյանք է ունեցել։ Մասնավորապես 3 անգամ տարբեր պատժաչափերի հետ դատապարտվել տարբեր հանցագործությունների համար։ Կարծում եմ հատկապես մի քանիսը նրա կատարած հանցանքներից ձեզ կհետաքրքրեն։ Օրինակ, հանրային սեփականության հափշտակություն գողության միջոցով, գողություն, ավտոմեքենայի գողություն։ Նա դատապարտվել է նաև ուրիշին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, դանակահարել է ինչ-որ մեկին, մի անգամ էլ դատվել է խուլիգանության եւ խմբակային ծեծկռտուքի համար։ Նա օրը ցերեկով հանրային վայրում ծեծի է ենթարկել նույնիսկ մի հայտնի կնոջ տեսախցիկների առաջ, ծեծի է ենթարկել նաև մի երեխայի, ով իր որդու հետ կոնֆլիկտ է ունեցել։ Բոլորովին վերջերս մարդ է սպանել, վերևից ներքև կրակոցով ու քանի որ շատ խորամանկ է, աղվեսի պես խորամանկ, այնպես եւ այնպիսի դիրքից է կրակել, որ տեսախցիկները չեն ֆիքսել, բայց ինչպես ասում են, փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում եւ տեսախցիկը ֆիքսել է նրա ձայնը, որ նա կանչում է իր զոհին։ Տիկնայք եւ պարոնայք կառավարության անդամներ, ասեմ նաեւ, որ այդ քաղաքացու անունը Սուրիկ է, $7 միլիոն քյաշ փող ունի։ Պարոն վարչապետ, չեք կարծում, որ ձեր կառավարության արժանի կադր է, գուցե մի լավ գործ տայիք, նախարար, փոխնախարար, ու ծայրահեղ դեպքում գոնե մարզպետի պաշտոն չէր գտնվի արդյոք ահա այս քաղաքացու համար ձեր կառավարությունում։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ես խնդրեի ձեր հարցը հստակեցնեիք ում է վերաբերում, ու ես ձեր հարցին պատասխանեի։ Ես ասեցի, մարդու կենսագրականը ներկայացրեցի։ Ես կենսագրությունը չեմ մտածում, դու Ես ասեմ նաև հիմնավորել, քանի որ գրեթե նույնատիպ, մոտավորապես 99 եթե ոչ 100%-անոց համընկումով մարդու նշանակել եք Սյունիքի մարզպետ, ես մտածեցի, որ այս կենսագրությամբ, այդպիսի կենսագրությամբ բոլոր մարդիկ կարող են հավակնել ձեր կառավարությունում պաշտոններ ստանալու։ Եվ քաղաքացուն, այսպիսի քաղաքացուն, որը տարբեր հանցագործություններ է կատարել, հետաքրքրում է, ես մի հատ պիտի արձագանքեմ, ինչ է հասկացաք։ Հարցին պատասխանեցիք։ Էլի ունեք, Ես ձեզ առաջարկում եմ, որ դուք հստակեցնեք հարցու մասին, ես պատասխանեմ հարցին կոնկրետ։ Հարցի կոնկրետ պատասխանից չեմ խուսափում։ Խնդրեմ, Նիկոլ Փաշինյան։ Հարցը Սուրիկի մասին է, ով որ ունի այսպիսի փայլուն աշխատանքային կենսագրություն։ Եվ հիմա ասեմ իմիջայլոց շատ հետաքրքիր, գուցե ձեր կառավարությունը շատ հետաքրքիր մի այսպիսի ռազմավարական քայլ եմ առաջարկում, օրինակ կարելի է հանցագործներին, կրիմինալին, կրկնահանցագործներին կառավարությունում բարձր պաշտոններ տալ, գուցե դա նպաստի նրանց ուղղմանը։ Ասենք օրինակ տեսեք Սուրիկ Խաչատրյանին նշանակել եք Սյունիքի մարզպետ, իմ ձեռքի տակ իմիջայլոց կա տեղեկանք ոստիկանությունից ստացված, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված, նրա 3 դատվածությունների մասին, եթե ձեզ հետաքրքրում է կարող եմ փոխանցել, բայց փաստորեն ձեր կառավարության հետ աշխատելով կարող է ստացվել, որ ռեցիդիվիստները կարող են վերապատրաստվել։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև ես ասի ունեմ Սուրիկ Խաչատրյանի դատվածությունների մասին տեղեկանք, հիմա բայց այսօր բացեցի Սյունիքի մարզպետարանի կայքը եւ կարդացի
Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունը եւ ահա նախկինում 3 անգամ դատապարտված մարդը ձեր բարձրաշխարհիկ կառավարության հետ շփման արդյունքում տեսեք ինչ է ստացվել։ Ցիտում եմ պաշտոնական կենսագրությունից։ Սուրիկ Խաչատրյանը 2014 թվականին ներկայացրել է պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակների միջև մեր օրերը թեմայով գիտական աշխատանք եւ ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Այսինքն, եթե մենք հանցավորությունը չենք կարողանում հաղթահարել երկրում սովորական հայտնի մակարդակներով, գուցե ճիշտ մեթոդ ենք ընտրել, հանցագործներին տանում ենք կառավարություն եւ նրանք մի քանի տարվա ընթացքում ռեցիդիվիստից վերածվում են դոկտոր պրոֆեսորի։ Սա ձեր ռազմավարական մոտեցումն է։ Ավարտեցիք։ Այո։ Պարոն Փաշինյան, դոկտորի կոչումը կառավարությունը չի տալի, դուք գիտեք փայլուն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր առաջարկը, ինձ համար ընդունելի չի, որ հանցագործների մենք կառավարությունում ինչ որտեղ գործի ընդունենք։ Եթե դուք ապագայում կհաջողվի կառավարությունը, որ դուք ինքներդ ձևավորեք, այն ժամանակ մտածեք այդ մասին։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Խաչատրյան Սուրիկին նշանակել եմ, ես ինքս եմ առաջարկել վարչապետի պաշտոնում, մարզպետի պաշտոնում, ուղղակի հաշվի առնելով իր տարածքային կառավարման մարմիններում աշխատած փորձը եւ իր կազմակերպչական աշխատանքները եւ ես համոզված եմ, որ ինքը լավ է աշխատելու եւ նաեւ հաշվի եմ առել սյունեցիների առաջարկը, որովհետեւ ես բազմաթիվ գրավոր նաեւ զանգեր առաջարկներ եմ ստացել համայնքների ղեկավարներից, հասարակական կազմակերպություններից, այո, կա հակասական պատկերացումներ, մոտեցումներ, կարծիքներ Սուրեն Խաչատրյանի մասին, բայց մեր ուսումնասիրությունների արդյունքում սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել, որպեսզի նաև հաշվի առնենք իրենց կարծիքը Սուրեն Խաչատրյանին տեսնեն մարզպետի պաշտոնում Սյունիքի։ Դա է եղել ամբողջ խնդիրը։ Իսկ ինչ որ կա կարծիքներ բացական, ձեր տեսակետները, ձեր մոտեցումները, դա ձեր կարծիքն են։ Սա իր մոտեցումը, պարոն Փաշինյան։